Ես 40 տարի աշխատած կին եմ, ստեղծող կին եմ։ Իմ նպաստը ապրիլ ամսից կտրել են 86 տարիս կլռանա հուլիսի 27-ին, այս հուլիսի 27-ին։ Նրանք ինձ նպաստից ապրիլից գզեր են։ Մարտին ստացել եմ։ Պետք ապրիլին դոկումենտները ստանեի, դե արդեն ժամանակը չէր որ տանեի։ Ես 50,000 դրամ թոշակ եմ առնում։ Դու իմ 20,000 նպաստը ինչի ես կտրել, բարոն, ինչա ներազգը երեք հաղորդերինքը գրել եմ ազգը չգիտեմ ինչաներ։ Հա, ոնց ես դու իմ նպաստը կտրել։ Ինձ օգնող չունեմ։ Ես իմ նպաստն ու այդ թոշակն եմ ապրում։ Ես կով չունեմ, խոս չունեմ, անասուն չունեմ, հավ չունեմ, ոչինչ չունեմ։ Ինձ օգնող չունեմ։ Այսինքն եթե թոշակս 50,000 է, բալս ի չնմա։ Այնով որ չի աշխատել, բժշկից թուղթ աբերեմ սուտ եւ նպասեք տալի եւ թոշակ։ Բայց ես աշխատել եմ։ Իմ թոշակը պետք է բարձր նլի։ Բայց այդքան տարի աշխատել, տուժվել եմ, պետությանը օգնել եմ։ Հիմա ինչին հույս անելով ես մեր պետությանը, ես շատ եմ սիրում, շատ եմ հարգում Փաշինյանի, շատ երեխեքիս արիվ առանց չափազանցնելու։ Բայց Փաշինյանը չի մենակ այդ բանի մասում մտածողը, արդեն նստում են այդ ֆինանսների նախարարները որոշում են ինչ անեն, բայց դու կարաս աշխատած կնգա նպաստը կամ թոշակի չեսնես, բայց ես աշխատել եմ երկար տարի, հիմա զառամյա ծերուն եմ ես կոչվում, զառամյա ծերունի, դու ոնց ես իմ նպաստը կտրում, միայնակ կին, որդակորուզ մայր, 3 երեխա եմ կորցրել, հենց մանանք թե մեդ գալիս են մի շոր են բերում, կամ բերում են մի ռուսական 5 մանետ տալի, դա նշանակեց, որ ես դանով ապրելու եմ, ոչ, բայց չէ, որ ես քո Հայաստանի քաղաքացին եմ, դու պետք է ինձ պահես, այս տարիքի կին եմ,